Արկասու ամեն անգամ իրոք պատիվ է, իրոք տան մեջ, իրոք ժողովրդի հետ, հարկ Հիսուսի մեզ ամեն համար է դեկարես վերջումի հետաքրքիր միտք է առնում, կա հազար ու մի բան, ինչ որ մենք հավանում կամ չենք հավանում, և երբ որ այս ամեն ինչը հավասար մի գծի մեջ է դրված, Տիրոջ խոսքն է, սովորական մի բան է դարձել մեզի համար, որ պրոստը կարդում ենք, արժեքներ ենք կարդում, որ մենք դուրը գալիս է, հարցը սենց է տրոցվում ինքս իզել, ես հավանում եմ, թե հավատում եմ, շատ սիրուն արժեքներ է, շատ լավ բաներ է գնված, նենց եք չգիտեմ նկատել եք, թե չեք նկատել, ես ինքս ինձ բռնացրել եմ ժամանակ, որ կարդում ես ինչ-որ ուրիշի համար գրած է, այժեն մի տեղ որ ես կարդացել որ սովածին կերակրելու համար, հրաշների մեջ է գրված, երբ որ նայում ես ինչ-որ մեկին հասնելու ու օգնելու համար, դու գիտես թե ինչ-որ մեկը պետք է անի, ես ասում փառք եմ տալիս, որ պատվի եմ արժանացել, ու շատ ժամանակ տեսել եմ իր ներկայությունը այն ժամանակ, երբ որ դու կենտրոնի կառավարության մեջ ես։ Գիտեք, որովհետև քրիստոնեությունը ինքը մի հետաքրքիր թորյա չէ։ Քրիստոնեությունը ինքը պրոստը լավ պատմելու հավատք չէ։ Քրիստոնեությունը մեծ պատասխանատվություն է։ Ես մի անգամ մտածում եմ էլի ոչ մեկի համար, մենակ իմ համար։ Ինքերս անասնաբույժ էր սովորում, եկավ ինքն մեկ ուրիշին էր սովորացնում, միասում եմ ես էլ որ մեկի սովորացնի, վերջի մեր կողելինով է բուժելու, հասկանում ես, մի լուրջ հարց է ծախում, ես մի բան եմ ուզում հասկանամ, եթե մենք ես ամենը կարդում ենք, որ պրոստը հավանում ենք, թե կարդում ենք, ուզում ենք ես ամենի մեջ ենք, Տեր իրա գործերի մեջ է, Տերը փառաբանության մեջ է, Տերը հաղորդքի մեջ է, Տերը իր գործերի մեջ է, ես էլ մի մարդ եմ պրակտիկ, եթե իրա իրականությունը չտեսնեմ մի ժամանակ, ես դժվար թե համաձայնում եմ հորինված վիճակի մեջ ապրել։ Ես ինձ բռնացնում եմ ժամանակ, որ հորինել եմ ու իրա հետ եմ։ Ոնց կարա դու իրա հետ լինես ու իրա իրականությունը չզգաս շոշափելու, ինչ ունեմ պատմում ինքս ինձ վկայելու, որ իրոք այստեղ ինքն էր։ Ես ոչ թե ուզում եմ հորինեմ, որ ինքը հարություն է արել, իմ հորինել չհորինելու չէ։ Ոչ թե ուզում եմ ինքս ինձ խապեմ ու համոզեմ, որ ինքը հարություն է, այս մեծ իրականություն է, բայց կարա մի 30 տարի ապրեմ որոդի հավատացյալ կներեք բառերից համար, բայց իրոք ինքը հաջալ է իմ կյանքի մեջ։ Իրոք ես իրան զգում եմ, գիտեք ես ամեն ինչի համար եմ խոսում, այս սաղ իմ հարցերս է անկեղծ Տիրոջ։ Տերը շատ է սիրում մեր անկեղծությունը։ Տիրոջը պետք չէ որ դու ուզենաս այդտեղ ինքդ էլ չգիտես հավատում ես թե չէ, մեկին ուզենաս ապացուցես որ ինքը կա։ Տերը դրա կարիքը չունի։ Իմ քո հավատալու չէ որ Տերը։ Մենք չհավատակ չենք ինքը կա։ Մենք չորավ որ ես ու դու հավատում ենք, չէ ինքը չէ լինել։ Չէ, մի ուրիշ իրականություն կա։ Ես իրոք ուզում եմ իր իրականությունը իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի մեջ, իմ կյանքի բոլոր բնակավարներում տեսնել։ Հարյալ եմ եղելով ու ամեն, ես չգիտեմ մի անգամ աղբերներից, աղբեր չէ, գերներիցս մեկը Քրիստոսի հարության ժամանակ ինձ է, ասում է Քրիստոս հարյալ եմ եղելով։ Հետաքրքիր միտք առա ու համարձակվեցի, ասում եմ քեզ ինչ որ Քրիստոս հարյալ եմ եղելով։ Ես նույնն ինչ որ մեկն եմ ինձ ասել որ Պուտինը բան Հայաստան է գալիս, հենց ինչ որ ինքն Հայաստան է գալիս։ Դեռ շատ կարևոր մի հարց ունենք ինքներս մեզի, ինչքանով մենք այս ամենի հետ կապ ունենք։ 91 Սաղմոսը սաղս է կարդացել ենք, շատ է դուրս գալիս, աչ կողմից 1000 կմնի, ձախ կողմից 10,000 կմնի, язва к дому не приблизится, и պատերազմ քո տանը չի հասնի, բայց ուզում եմ ես ուզում եմ նայեմ, քելի, մի անգամ չէ ես ես իմ համար նայել եմ, եթե մենք առաջի երկու ստիխը հանում ենք, մենք պետք է մոռանանք, որ այս մեզ հետ կապ ունեցող Սաղմոսը, այս խոստումները, իրանք կապ ունեն մարդու հետ, որ առաջի երկու ստիխի մեջ է, որովհետև շատ կարևոր պատասխանատու խոսքեր են, երբ որ մենք ասում ենք, որ
Им мод 90 русерени меч, живущий под кровлю Всевышнего, под сенью всемогущего, покоится. Говорит Господу, прибежище мое, защита моя, Бог мой, на которого я уповаю. Եթե մենք ծածկոցի տակ չենք, եթե մենք ճիշտ տեղում չենք, եթե մեր հույսն ու ապավենը ինքը չենք, ինչ սպասելիք մենք հանգիստ չենք։ Մենք հանգիստ չենք, մենք ինչ որ բաների մեջ ենք, նորից կարանք, մեզ շատ հեշտ է։ Հայրի 90%-ը օրինել են որ քրիստոնյա են։ Քրիստոնյա նշանակում է մարդ ու մեջ Քրիստոս է ապրում։ Ոչ թե ես որոշել եմ որ ես քրիստոնյա եմ։ Այդ որ այսօր որոշել ես դու քրիստոնյա ես ու վերջ, այս շատ քիչ է։ Եկուցե որոշես որ դու մուսուլման ես։ Մինակ որոշելով չէ ու վերջ։ Որոշել եմ պետք է կողքից էլ տեսնեմ ու ասեն իրոք ես մարդը քրիստոնյա է։ В Коринфянам մեջ ասում է իսկ кажут истинно в нем живет Господь։ Ես համար իրոք ասում եմ իրոք ես մարդու մեջ Տերն է ապրում։ Հա, ես Փառք եմ տալիս ասում, շատ ժամանակ երբ որ ես նայում եմ մի բան ճիշտ չէ, չի կարող լինի Տիրոջից է։ Իմ իրասավ չափանիշների մեջ կա, ես ճիշտ տեղում չեմ, ես պետք է գամ իմ տեղս, հա։ Գիտեք, ասենք մի հետարքիր սերերի մեջ ասում եմ «Отпал от благодати», ընկել ենք շնորհքից։ Երբ որ ես իմնում եմ շնորհքից, ես գիտեմ ոնց է պետք անում։ Ասում է «Закон դիտիվաճիչ էր Господу», ես իմ վրա սկսում եմ օրենք կիրառել եմ։ Ժամանակ որ կարողություն է որ ես իր ներկայությունը կորցնում եմ, ես սկսում եմ օրենք կիրառել աղոթելու ու կարտալու, իմ վրա ասում եմ չեմ ելնելու աղոթքի տեղից եկան, մինչև ես զգամ որ ինքը մոտենա։ Փառաբանեմ եկան, մինչև որ ինքը մոտենա, որովհետև իրան բան ունեմ ասել մի բան։ Առանց քեզ ես չեմ կարող։ Դու ես իմ կյանքը։ Առանց քեզ իմ կյանքն անգույն է։ Առանց քեզ մեռած եմ, առանց քեզ ունայն է, հոգու տանջանք, որ մենք խորը հասկանանք քեզ ով է ասողը, հավատացեք դաժե որպես մարդ տեսակ, Սողոմոնի պես մեկը չի եղել, պատկերացրեք ուտեղ որ ասու երեսը կորցրեց Էկլեսիաստի մեջ եկավ կանանց խելքի, հա, այս աստվածապաշտությունից եկավ են մյուս աստվածապաշտության երեսի, ետևի ցիտողում կորցրեց Տիրոջ ներկայությունը ողջ բերբերացել։ Կարելի է ասել այս մարդն է կարող դժգոհի, հա, ամեն ինչ ուներ, ինչ որ մարդը կարա երազի, բայց ինքն ասում է ունայնություն է, ես էլ քիչ որ ասում է ունայնություն է, ավելի կարևոր շեշտ եմ ուզում դնեմ, և հոգու տանջանք, նոր աղբերներից ասեցին, հոգու տանջանքը, եսի պրոստը խոսակություն չէ։ Նորից ու նորից հորդորում ես ինձի ու մեզ բոլորիս, գիտեք, ինքը կենտանի է, հայրալ եմ եղելուց, եսի պրոստը կրոն պտի չսարկել։ Եսի կրոն չոր, ես քեզ ասեցի, դու և մնացածին ասեցի, եսի նույնն է, ինչ որ ասում ես պրազնիկը, մրսները սենց մի բան ունեն, և չեն էլ ասում Քրիստոս հայրալ եմ եղելուց։ Տեսնում ես, ասում ես պրազնիկը։ Հասկանում ես, մնացած պրազնիկներին էլ ես ասում պրազնիկը, չէ, սրա մեջ խորը իմաստ կա։ Եվ հանդիմանվելու, և խորը հասկանալու, մտնելու, նորից խոսքից եմ գիտեմ, ուզում ասեմ, գիտեք, Աստվածաշունչը ցույց է տալիս մի բան, Տերն ասում է ես ձեր մեջ եմ, դուք իմ մեջ եք, ու եսի եթե ես պրոստը կարդում եմ ու սրայի վրայից վազելով անցնում եմ, չեմ ուզում նա կանգնեմ ու նայեմ, իրոք սենց է, իրոք ինքն իմ մեջ է, թե ինչ որ մի բան ծուր է գնում, մենք եկան ժամանակ չունենք, իմ մասին եմ խոսում, հա, որ մեկ դաժե կարդալը դարձրել են կրոնական կարդալ, վերցրեցինք խոսքի ենք տևը, պետք է կարդանք, պարկի պես, հա, ես մի անգամ նստած կարդում էի, Տերն ինձ ասեց, ես քեզ կանչել եմ պարկերից ազատելու, ոչ թե քեզ պարկի տակ գցելու, ես ինչ ես պարկատուի պես նստե, քու մեկ ժամը պայում ես, որ անպայման պետք է աղոթես, մի հատ պետք է արագ կարդաս, պարկը տաս ու ելիս վազես, ես այդ չի ուզում, ես քեզ եմ ուզում, ես քեզ եմ ուզում, որ մենք իրար հետ դու աղոթքի տեղից, եթե մենակ ես ել եմ, դու աղոթքի չես եղել։ Աղոթքի տեղը ամենակարևոր մի տեղն է, ուզում որ հանդիպած ու ասեցինք առանց քեզ չեմ ուզում մենամ աշխարհ։ Առանց չեմ ուզում որ ծառայության մեջ ես տամ, որ եթե դաշը վերցնենք որ ծառայությունն է։ Տուններ չեմ ուզում մտնել։ Ես առանց իրան կնոջ չեմ դիմանա։ Երեխեքիս է, ես սաղի պես ուժեղ չեմ, ուժեղ ժողովուրդ։
Մեր տնեցի գիրեք դժվար առանց իրան դիմանալ, որտեղ իմ խառնվածքը շատ վատն է։ Ես որ մեկ իմ դեմքս տվեց մի անգամ ցույց է տվել, իմ դեմքս գալիս եմ գործից հետո առանց աղոթել, ցույց տվեց ասում եմ օй ողբեր ջան, ասում են սատանան իշխել Գազանի դեմքով մտել եմ դուրս խերջեր ասում եմ գիտես մենք քեզից վախենում ենք, որ գալիս ես հենց չես աղոթել, մենք նստում սպասում ենք։ Որ մի քիչ շերկդ գլուխդ գալ, ես եմ վերևությունը։ Ես ուզում եմ միշտ ազնիվ լինեմ։ Ես ոչ մի անգամ իմ մասին չեմ ասել Սուրբ Պետրոսին, կամ էլ մեկին ասեմ հետևից արել։ Չէ, ես մի բան գիտեմ, մեր էությունը հաղուր սարսափելի էություն է։ Մի շատ կարճ բաներ ուզում եմ կիսվեմ, գիտեք, երբ որ մոտենում ենք այս կրկին, ու մենք մեզ չենք տեսնում, կարելի է գիրկը կողքի դնել նորից սկսել աղոթել։ Եթե մենք մոտենում ենք այս գրքին ու տեսնում ենք ինչ որ մեկի սխալ է, կարելի է գիրկը դնել կողքին գնալ նորից աղոթելու։ Ու Տիրոջը գնաս ու ազնիվ ասես, Տեր ջան, ես քեզ ազնիվ ասում եմ, հիմի կարծում եմ ու ես ինչ մարդուն եմ տեսնում։ Հիմի կարծում եմ ու գլխիս մեջ ինքն է։ Ես դաժե մարդիկ եմ ունեցել, որի վրա կիլոմետրներով քարոզ են գրել ու կարդացել։ Իրար հետ ծառայում ենք, մեկից նենց էին փրտում, որ ես իրան իմ գնձի Աստծո խոսքով ցույց էինք տալիս, վերջում հասկացանք, որ երկուսը դրա ասպատաշունչը վերցրել գողական ենք գնում, այ ախպեր ջան, պետք չէ ճշտերը ցույց տալ, պետք է պրոստը փոխվել, դզվել, ուղղվել, ու եթե քեզ թվում է քո կողքին է կատարյալ ճշմարտության մեջ ապրող մարդ է, ինքնի քո հետ չլիներ։ Ասում է Ենոքը դարավ կատարյալ Տեր իրան վերցրեց, այդ լավ որ այդ մեկը մնացել էր, կատարյալ մարդը քո կողքին ինչ գործ ունի։ Հա, ես կատարյալ լինեմ, ես ինչ գործ ունեմ այստեղ։ Յան կատարյալ մեկն էլ ես եմ։ Սխալներս տեսնում ես, ինչ անեմ ես եմ ես։ Պատրաստ ես իմ հետ քայլելու։ Ես եմ ես կանեմ, ես ազնիվ ասում եմ, ինչ որ չեմ համաձայնվում են ամեն ինչի հետ ինչ որ կա։ Կռվում եմ այդ ամեն ինչի հետ։ Պատերազմ ունեմ, ես եմ տարբերությունը հավատացյալի ու անհավատի։ Հասկանում ես, անհավատը ոչ թե միայն չի կռվում, Աստվածաշունչը առակած գլխի մեջ ասում է՝ «И хвалится злым развратом»։ Տեսել եք աշխարհին ինչ է բարձրանում մեղքերով։ Այսօր 4 շիշ տապալեցինք։ Ասում ես ոյ, ոմոտը կարելի է գեդին մտնել, որտե 4 շիշ տապալեցինք ո՞րն է։ Բայց այդ ժամանակ մենք էլ ենք այդ ամեն ինչով բարձրացել։ Իմ պրիորիտաս փոխվել է, ես մեղքի հետ պայքար եմ սկսել։ Ես նրա հետ համաձայն չեմ, այս կան է փոխվել։ Շատ բան չի փոխվել։ Մնացած եթե մի շնորհ կա, փառք իրան։ Եթե մի շնորհ կա մեր վրա, փառք իրան։ Մենք մինչև մեր մեռնելու օրը, ես երբ որ Գաղատացիների 9-րդ գլխի մեջ կարդացի մարմնի պատուհները, ես հասկացա քանի ձեռ եմ տալիս ես մարմին ունեմ, այդ սավանորմալ բաներ իմ մեջ կա։ Պրոստը կարան Տիրոջ հետ լինեմ, գլուխ չկարանա հանի, կարան Տիրոջ հետ չլինեմ, գլուխ է հանել։ Այդ ամենը գլուխ է հանել։ Նորից ուզում եմ ասեմ ու ավարտեմ, գիտեք, մարդուն որ ասում ես ծոմ պահել, նախադում մտածում որ հաց պետք է չուտի։ Հաց չուտելն ամենավերջինն է ծոմի մասում։ Ծոմի ամենակարևոր նպատակը чтобы приблизиться к Господу։ Ինչի համար ես հրաժարվում հազարում մի բանից, մի պատճառ կա։ Чтобы приблизиться к Господу։ Ուզում եմ իր այդ հանդիպել։ Դաժե կերակուրս կարող խանգարել, ամենավերջի տեղը դաժե մարդկա պապիրոսը բերանը ծոմ է պահել։ Մարդկա մեղքի մեջ ծոմ է պահել։ Ծոմի օրենքներ կարդաց, չեմ ուզում հանանա, շատ կարևոր ավելի բաներ կա։ Որ մենք հրաժարվում ենք ու հրաժարվում ենք, ես որ առաջի անգամ բերդում նստած մի բան հասկացա, ոչ մի մարդ ինձ չի կարող օգնի։ Չկա մեկ այս երկրագնդի մեջ, որ կարողանա ինձ օգնի, մի բան հասկացա, ասի դու կարաս օգնես։ Երբ որ իրան մոտեցա, մի հատ էլ շատ կարևոր բան հասկացա, ինքը պայմանների Աստված է։ Ու երբ որ ես իր պայմաններն էի կարդում, ինքը ասեց ուզում ես քո կյանքի մեջ կամ շատ։ Էլ նոր Մովսեսի գիրքն էի կարդում։ Ինպես շատերը մոդել էին տելին Մովսեսին, ասում էին, ուզում ենք որ ինքը կամ մեզի հետ է խոսի։ Մի ամիս ասես պետք է լվացվեք, մաքրվեք, մենք հասկանում ենք այս գիրքը հոգևոր գիրք է։ Հոգու մաքրության համար է ասում, խոսքի մեջ ասում է «Я свят», «Будьте святы», «Ձեզ կանչող սրտի պես եղեք»։ Էսի մեր նպատակը։ Ինչի համար որ ինքը գա, ինքը կարող է կյանք ամբողջով ինքը խևեր թողել։ Փառքին։ Էս իրական է։ Շատերի համար ֆանտազիայի բաժնից է։
Դաժե շատ ամենասողների համար, որտեղ ժամանակ առ ժամանակ ես էլ ամեն եմ ասում, հետո գլուխս կախում, ասում եմ, դեր ջան իշխել ամոթ էր, ես տեղում չեմ էլի, ես տեղում չեմ, գոնա պետք է ասնվանա, ես օրինակ ես վերջերս եկեմ, ատել եմ ասում եմ, դեր, եկել եմ ասնիվ քեզ ասում, ընդ է դուր ես գալիս օրենքի փառաբանում եմ, ընդ է դուր ես գալիս փողը, չես պատկերացնում եմ, դեր ջան ասում եմ, ասպապանցիներ անց ես ամեն ինչ, ես կորդաներում եմ տաներում կամ ասում զզվում եմ փողից, զզվում եմ փառքից, հա, դերեկասի, ես էլ քեզից սկսեցի զզվել, սա դա խոսում եք ես։ Չէ ազնվանա, չգամ ասեմ, որ իրոք դուրս գալիս է։ Հայտ է ջան, մի բանալ ես, իմ խելքի բանը չես սրվից է մնա։ Ում դուրը չի գալիս։ Դե փառք ասում, որ մեր մեջ մարդիկ կան ու դուրերը չի գալիս։ Դրա համար նորից ու նորից հետ դառնամ ավելի կարևոր մի բանի։ Քրիստոնեությունը պետք չի հորինել։ Քրիստոնեությունը իրական է, սրա մեջ պետք է մտնել ու մինչև դու իր խոսքին համապատասխան չապրես, իրան չես տեսնել։ Ինքը պայմանների Աստված է։ Իր պայմանների մեջ ինձ հեշտ չի եղել տեղավորվելը։ Ես առաջի անգամ որ լսեցի, որ вообще կար տեղեր որ ասում են մի երեսի խփեն, մի երեսը պետք է դաս։ Թշնամուն քիչ է պետք է ներես, մի հատ է պետք է սիրես։ Ոյ քեզ, вообще արտար չի։ Իմ մարդկային արտարությունը ճղում է, որ եսի արտար չի։ Բայց ես գիտեմ ով էր ինձի ասում։ Երբ որ ինձի բացվեց, որ ինձ են մեկն է ասում, ով որ իմ համար կյանքն է տվել։ Իրանից մեծ հեղինակություն ինձ համար գոյություն չունի։ Իր խոսքը կատարյալ ճշմարտություն է։ Իմ աշխարհիկ հասկացողության համար շատ անհասկանալի մի բան է ու ոչ ճիշտ։ Հա, ինչ ճիշտ է, մի հատ աննորմալ մի բան է, այստեղ մի տեղ եմ ուզում իրար հետ նայենք ու եթե ժամանակներում է, նայեք, եթե մենք այս գրքին դաժե մոդենանք ու մարդկային ճշմարտություն ճշտով մոդենանք, որտեղ կա ճիշտ և կա ճշմարտություն։ Գիտեք, մարդկային ճշտով դաժե առաքյալներն ասեցին, մի հատ կրակի չտնես սրանց վրա հայրես։ Բայց դեր ինչ ասեց, չեք հասկացել, ինչ ուղղել։ Ես չեմ եկես մարել։ Գիտեք, ֆարիսեիներ կային, սադուկեիներ կային, դուք գիտեք, իրանք պրոստը տակ եկեք իրոշն ասում են, որ մի բան սխալ ես, հա։ Կնիժնիկ նշանակում է գիրկը կերած մարդիկ։ Այդ մարդիկ իրանց մոր կատի հետ առավոտից իրում իրանց տորա են կարտացել։ Ու եկել են տեսնում են մի բան, որ այս մարդը օրենքից դուրս իշխորտեն կորձի։ Բայց ինչի համար եմ ասում իշխորտեն, որովհետև դենց չէր։ Դենց չէր։ Օրենքի ստեղծած չէ բնաջնջելու համար։ Օրենքի ստեղծած է փրկության համար։ Հիշում եք, որ ասեցին, այս կնոջը քարերով պետք է սպանեն։ Ճշտով պետք է սպանվեր։ Բայց ճշմարտությունն ինչ ցույց իր բնությունն ինչ էր։ Սպանում էր թե չէ։ Հիշում եք այդ խոսակցությունը, երբ որ ասեց, ով որ ձեր միջից մեկը արտար է։ Կար մեկը արտար տեղ կանգնած։ Մի հոգի կար։ Ինքն արտար էր։ Ինքը կարող էր քարով տարտել։ Մեզ ասեցին պես եղել։ Թեկուզ եւ իրավիճակների մեջ արտար կլինի։ Ամեն տեղ չէ դու արտար կլինի։ Բայց դաժե իրավիճակների մեջ դու տեսին ինչ արեց։ Մենք կանչված չենք մեր աղբերներից հավաստել։ Գիտեք, ուզում եմ մի տեղ իրար հետ կարդամ։ Երբ որ չունենք երկնային ճշմարտությունը, ибо не разумея праведность Божией и усилились поставить собственную праведность, они не покорились праведности Божией. Ուզեք մի հատ հայերեն կարդամ քեզի Հռոմեացիների 10-րդ խոսքն է։ Հա, երբ որ դու քո ճշտով ես մոտենում, դու աստվածային ճշմարտությունը չես կարող հասկանալ։ Այո, ճշտով օրենքի գրքի մեջ գրված է, օրենքին ով որ դից վարք ունի, կարող պետք է սպանենք։ Ոչ հորինեցինք, գրված է, Տորայի մեջ է գրված։ Բայց Տերը մեզի չի կանչել, որ մենք մեր գիտեք ես մի հետաքրքիր բան եմ տեսել։ Պողոս առաքյալը ինքը ինչ անում էր ճշտով էր անում։ Աստվածաշնչի խոսքի ճշտով, բայց արտարությունը Տիրոջի մեջ էր, արտարությունը իրական։ Իր մարդկային արտարության պասուխոսքով ինքը ապայնքների գրված է մեջ է, զենք է։
Զենքը եթե ճիշտ չվերաբերվի, այս զենքով կարելի է պաշտպանել եւ կարելի է սպանել։ Տերեկանցերը մեզ որ է զենքով պաշտպանել, ոչ թե սպանել։ Այս զենքը մեզի տրված է պաշտպանելու համար, ոչ թե սպանելու համար։ Փառք Աստծո ամեն ինչի համար։ Գիտեք, նա դեռ ստեղելի տեղ եմ ուզում իրար հետ նայել։ Նորից նույն տեղը կարտան, կա կարելի է հայերենը կարտան։ Ու կարտան հայերենը։ 10-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ամեն բացել ես։ Ибо не разумею праведность Божией. Որնա Հռոմեացի 10-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Հռոմեացիների 13։ Որովհետև Աստծո արդարությունը չգիտենալով եւ իրենց արդարությունը կանգնեցնել կամենալով Աստծո արդարությանը չհնազանդեցին։ Այո, շատ ճիշտ է։ Միջև որը կարդամ։ Всё, մենք դրանից ավելի քիչ։ Նա դե կարտան։ Որովհետև Աստծո արդարությունը չգիտենալով եւ իրենց արդարությունը կանգնեցնել կամենալով Աստծո արդարությանը չհնազանդեցին։ Ես գիտեք Աստծո արդարությունը ո՞րտեղ։ Աստծո արդարությունը Քրիստոս Հիսուս է։ Աստծո արդարությունը Քրիստոս Հիսուսի մահը իմ կողքության համար է։ Եթե դու խորը գիտակցես, կարող է եւ Մովսեսի պես ասես, թե իրանց պետք է սպանես ինձ հետները սպան։ Եթե դու խորը գիտակցես, կարող է Դավթի պես ասես, դզովյալ լինենք ես ինքնուրույն զեշով, ոչ թե մի հատ եք ասել։ Ես չեմ էլ հասկանում, ես մենք ինչի մի կին իր մարդու համար ասում են։ Ես ասում вообще չեմ հասկանում։ Մինչև մի մարդը սաղ է ու դժոխքում։ Ես ասում եմ, Աստվածաշունչը կարդացել եմ ու լրիվ չափանիշներով ինքը պետք է արդեն դժոխքում լիներ։ Իր արտարությամբ, իր չափանիշներով ես կերկից էր անեսա։ Փառք Աստծո, մենք դենք չմտածենք։ Մենք մեկը ունենք, ինքն է Քրիստոս Հիսուս բարություն։ Եկավ կյանքը տվեց մեզ, որ Աստվածաշունչը սովորացնում է, ասում է, ոչ թե դատեք, հա 14-րդ գլխից է Հռոմեացիների ասում, այլ ասում է, նիսիցե բրեմի, արդեն 15-ից սկիզբը կարտամ ու երեք աղոթենք, հա։ Մի սիմի է, եթե մենք մեզի տեսնում ենք, որ Քրիստոսով ուժեղ ենք, ибо я превозглашаю, ես հավատում ու դավանում եմ, որ Քրիստոսով ամեն բան կարող։ Եթե Քրիստոսի մեջ է, ես մի սիմի է 15-րդ գլուխ Հռոմեացիների առաջի խոսքից է։ Должны, դերը գիտեք որ ամեն անգամ չի ասում должны։ Մի սիմի է должны снести немощи бессильных и не себе угодить. Ոչ թե մեզ ուղղատեն։ Каждый из нас должен угодить ближнего, այս է ճշմարտությունը, во благо к назиданию. Այս է քրիստոնեության ճշմարտությունը։ Ես վերջում մի հետաքրքիր իրավիճակի մեջ էի, հարցս մոտեցել է ու ցույց է տալիս որ ուրոք ինքը ճիշտ է։ Ինքը ճիշտ է, իր ամուսնու հանդեպ ասում եմ, գիտեք մի հարց ունեմ քեզ տալու։ Քեզ քո ճիշտ է պետք թե քո ամուսինը։ Եթե ճիշտ ես ավելի սիրում թե աղբորդ, ճիշտ ես ավելի շատ սիրում թե քրոջդ։ Կարաս է ճիշտ է դες Քրիստոսի ոտին, չէ, պատի տանեմ եպիսկոպոսներին հաս։ Դու պատի տանեմ պետություններ պետք է ասեն։ Ես սրանց պետք է խայտարակեմ։ Որովհետև ճիշտ չեմ պայում իրա։ Այ մարդ են, մի տեղի կարող է ճիշտ չպայեն մեզի։ Մեր Քրիստոս դեն չի սովորացել։ Խամը, հա, ինքը իր հոր տկլորությունը պատմեց, անիծվեց։ Ֆակտ էր արձանագրված, այո, այդ մարդը խմել էր ու տկլորացել էր, խոսում չէր խոսում։ Ինքը ճիշտ էր, թե չի, հետ ճիշտ էր, բայց ինչով վերջան։ Եթե մենք այդ ճիշտն արմինքով ասենք արած, մեզ ճիշտ պետք չէ, մեզ Քրիստոսը պետք ճշմարտությունը պետք։ Զիջել, ներել, կրել, հանդուրժել, համբերել, քոնը չփնտրել, սերը չի գրգռվում, չի բարգանում, չի կռվում։ Այստեղ հաստատում ենք, թե չէ, որովհետև սերը զգացմունք չէ միայն։ Ես տեղ կիսվել եմ ես ամենի մասին։ Սերը և զգացմունք է։ Բայց սերը գործողություն է։ Տեր ամեն անգամ չի ասում должны, այստեղ ասում է մի должны, նիստի նեմը շտրուկ դրողը։ Այո, մենք պարտավոր ենք։
Գիտեք, մի հատ էլ տեղ եմ ուզում իր արեց նայել, կներեք որ չբացեմ, անգիր ասեմ, հա, կարող դուք նայեք։ Առաջի вообще Հովանի 3:16-ը, սա համարյա անգիր գիտեք, հա։ Հովանի 3:16-ը ինչ է ասում։ Так, возлюбил Бог мир этот, что отдал Сына Своего Единородного. Բոլորս գիտենք ինչպես սիրել թե, որ իրա միացնին տվեց ու չկնայ։ Գիտեք առաջի Հովանի 3:16-ը ինչ է ասում։ Նայեք Հովանի 3:16 մտքերդ բացեք։ Ու առաջի Հովանի 3:16-ի մեջ ասում է ինչպես ինքը կյանքը տվեց մեզի համար։ Մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը մեր եղբայրների համար տնել։ Ոչ թե մեր եղբայրների ու քուրերի կյանքը ուտենք, այլ դնել։ Եվ նարեպես եղբայրը կրոջ կյանք է ուտում։ Այմա, ինչ ես ուզում, նեմ ոչինչ։ Եթե թույլ է, ասում է չէ, ախր 30 տարի եկեղեցի գալիս, հա ինչ կապ ունի, որ բոյովցել է, որ չելա, որ մեծացել է։ Հա? Հոգևոր մեծանալը ուրիշ բան է։ Հարկ Հիսուսին է ամենի համար։ Եթե դադենք էլ Հռոմեացիների 2-րդ գլուխ առաջին խոսքը ասում է շատ տեղեր չէ, որ ասում է մարդը չի ներվի։ Որ մարդկանց ասում է սուրջ է, որ մարդը չի ներվի, նախատու ասում են խուլա դուխը սվիտով է, հայերը սուրբով, չէ։ Հռոմեացիների առաջի գլուխ, 2-րդ գլուխ առաջի խոսքերը ասում են «Ни извините, человек, если судишь другого». Այդ ու չես ներվում, երբ որ մեկին դատում են։ Ինչ մտքեք սատանան գիտի այս մասին։ Շատ լավ գիտի։ 1000 մի սխալ ցույց կտա ինձ ու քեզ սխալի պես։ Ես գիտես ինչ սխալական եմ։ Ինքինս ինձ արդեն 10 անգամ նստած պետք է եղներ։ Հասկանում ես, այդ մարդը հետս ապրում եմ, սա աննորմալ վիճակը տեսել է։ Հիմա որ ստեղերներ, ասել են ճշտով որ ինձ հետ վերաբերվեր, կասել են դա նորմալ է միքս է, կարեք մեր տուն նայեք, գիտեք որ դրդելու բան չէ։ Ես է ճշմարտություն։ Ես է մարդիկ ես։ Не извините, Елена, ասում է։ Տերողնի դες բոլորի դոր խոսեմ, արելի օրերով կանգնելու իմ տիրոջից խոսեմ, որտեղ մեզ համար մի արժեք կա Քրիստոս Հիսուսը։ Ես գիտեք ինչ եմ միշտ ինձ սամզում, իմ գերես մի շատ ուժեղ բան ասել։ Հենց մի բան ուզում եմ անեմ, ասում եմ Քրիստոս Հիսուս ոնց կանի։ Քրիստոս, բայց մի հատ ինձ ավելի կարևոր մի բան ասել։ Ասել թե գիտես քեզ կարող է ժամանակ լինի որ այդ չսանձի, մի ուրիշ բան, դիմացինդ գիտեցի Քրիստոս է, որ անում ես որ մտածի իրական ինչ որ ես նորմալ կամ ես որ տիրոջն ես անում, զգուշ պետք է լինի, մեր դիմացինի համար իրա հայրումն է թապած, շատ թանկին է տված, հա, իրա համար, քո կողքիդ կանգնած մարդու համար, գիտես տարբերությունը ինչի մեջ է, կարելի ասել իմ համար է հայրումն է թապել, դե հասկացան քա քո համար էլ է թափել, բայց ավելի լավ է թող կողքին է ասել որ քո համար էլ է թափել։ Դու միշտ հիշի որ քո կողքին համար իր այրումն է թափել։ Մի բան սխալ ես անում, անհարում ես այդ թափած այրումը։ Իրա դեմն ես կանգնել, իրանին պատասխան տալու։ Ամեն։ Բարք ես Տեր։